Մենք գտնվում ենք աշխարհի ամենամարդաշատ, ամենամյա օգտագնացություններից մեկի Արբաինի կենտրոնում։ Արբաինը թերևս հաջից հետո երկրորդ մասշտաբային օգտագնացությունն է, որին մասնակցում են շիա մահմեդականները։ Այս օրերին աշխարհի ավելի քան 80 երկրներից միլիոնավոր մարդկանց ուղղությունը մեկն է դեպի Իրաքի Քերբալա քաղաք։ Իրաքի Քարբալա քաղաք Մուհամմադ Մարգարեի թորան Իմամ Հուսեյնիի դամբարան ավելի քան 15 օր է չի դադարում շիա մուսուլմանների հոսքը։ 680 թվականին Հուսեյնին ու զինակիցները այստեղ են նահատակվում Օմայան Խալիֆ Յազիդ առաջինի դեմ անհավասար մարտում։ Աշուրայի օրվանից 40 օր անց են շիաները նշում աննահանջ պայքար խորհրդանշող Արբաինը։ Շահոր Իմամ Հուսեյնիի կարգախոսն էր երբեք չխոնարհվել, չնվաստանալ։ Աբոլֆազը դրոշակակիր էր, հավատքի պաշտպանն ու պահապանը։ Հոսեյնի դրոշակակիր ու գլխավոր հրամանատար եղբոր Աբդոլֆազլի նման իրանցի այս կանայք էլ հանուն հավատի Իրանի դրոշն են ձեռքներին պահում։ Իրանից ամեն տարի 3-ից 4 միլիոն մարդ է մասնակցում Արբաինի ուխտագնացությանը։ Այս տարի աննախադեպ շատ 4.5 միլիոնի է հասնում իրանցի ուխտավորների թիվը։ Այստեղ են նաև 40-օրյա պատերազմի առաջին օրը Մինաբի դպրոցի վրա իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով զոհված երեխաների հարազատներն ու դասընկերները։ Այս տարի 10 տարեկան եմ դառնում։ Փետրվարի 28-ին Ռեյհանեն դպրոցում է եղել, երբ հրթիռն ընկել է շենքի վրա։ Հրաշքով է փրկվել։ Դեռ շատ ծննդյան օրեր կնշի, բայց իր ընկերներից շատերը հավերժ կմնան 10 տարեկան։ Նրանց հիշատակի համար է ուխտ արել Իրաք։ Եկել եմ մեր առաջնորդի, պատերազմի նահատակների եւ Մինաբի դպրոցի իմ ընկերների փոխարեն քայլեմ այստեղ։ Սա իմ ուխտն է նրանց հիշատակի համար։ Ֆաթեմեն շատ է կարոտում ընկերուհուն Աթարեին։ Ուխտագնացության ամբողջ ընթացքում նրա լուսանկարը ձեռքից ցած չի դնում։ Աթարեն մնացել է դպրոցի փլատակներում։ Սկզբում ապակիները դողացին, մեկն ընկավ վերևից, մենք շատ վախեցանք, հետո ուսուցիչները մեզ հավաքեցին ու տարան բակ, մեկ առ մեկ զանգում էին ընտանիքներին, որ մեզ տուն տանեն, բոլորս լացում էինք, շատ էինք վախեցել, ուսուցիչներն ասում էին մեզ, ոչինչ չկա երեխաներ, մի անհանգստացեք, ոչինչ չկա, երկրաշարժ է եղել, մի քիչ ապակիներ են կոտրվել, ոչինչ չկա, հիմա մայրիկները կգան ձեր հետևից։ Որդու Ամիր Հոսեյն Ջաֆարիի նկարն է մոր ձեռքում։ Հիշում է, թե որքան անհամբեր էր տղան սպասում իր ծննդյան օրվան։ Անընդհատ հարցնում էր, քանի շաբաթ է մնացել ծնունդիս։ Նահատակությունից 2 շաբաթ անց նրա ծննդյան օրն էր։ Շատ էր սպասում այդ օրվան, ուզում էր իմանալ ինչ նվեր է ստանալու։ Մինաբը այդ օրերին, ինչպես Քարբալան 680 թվականին, ամենուր ավերածություն, արյուն ու դիակներ էին, ասում են Քարբալա ուխտագնացության եկած իրանցիները։ Ահասար սուր տեսարանները 5 ամիս է չեն հեռանում Աքրամի աչքերի առաջից։ Ամենասարսափելին է տեսել Աքրամը դիահերձարանում, որտեղ երեխաների մարմիններն է լվացել։ Մեր պարտականությունն էր լվանալ երեխաների հողով ու փոշով պատված դեմքերը, նախքան նրանց ցույց կտայինք ընտանիքներին, ճանաչելու համար։ Իսկական Քարբալան Մինաբն էր, շատ ցավալի տեսարան էր դիահերձարանում։ Դրանից հետո երկար ժամանակ չէի կարողանում հաց ուտել։ Շիա մուսուլմանների մեծ մասը Նաջաֆից են քայլելով հասել Քարբալա։ Այդ երկու սուրբ քաղաքները մեծ նշանակություն են ունեցել շիայական ուղղության ձևավորման համար։ Անգամ սաստիկ շոքը չի խանգարել անցնել 80 կիլոմետրը բոլոր ժամանակների նահատակների հիշատակության ուխտը իրականացնելու համար։ Եկել են, որ գերտերությունները տեսնեն, թե որքան շատ են շիաները, որոնք կարող են նրանց ծնկի բերելու մեծ հարված հասցնել անհրաժեշտության դեպքում։ Ինչու մենք հիմա Իմամ Հուսեյնի դամբարանում չենք, որովհետև պարզապես ֆիզիկապես անհնար է այնտեղ եւ քայլել եւ ներկայացնել իրավիճակը։ Մարդկանց հոսքը դամբարան չի դադարում գիշեր-ցերեկ։ Իդեպ շիաներն ասում են, որ նրանք միայն Աստծուն են աղոթում եւ իմամների դամբարան այցելությունը չի նշանակում երկրպագում են նրանց։ Այս արարողությունը պարզապես հարգանքի եւ հիշատակի արարողություն է։ Շիաները Արբաինի ուխտագնացությունը անվանում են նաև հիշողության ճանապարհ։ Նրանք ասում են ժամանակը կարող է փոխել պատմության ընթացքը, բայց չի կարող փոխել այն հիշողությունը, որը նրանք փոխանցում են սերնդեսերունդ։ Իրենց քույրերի ու եղբայրների այցին ինչպես հարկն է պատրաստվել են իրաքցիները։
Այս մաուկի բներում ուխտագնացները հանգստանում են, սնվում, նորոգում տասնյակ կիլոմետրանոց ճանապարհներ մաշած կոշիկները։ Մաուկի բներում աշխատող կամավորների համար ուխտավորներին ծառայելը նույնքան պատվաբեր է, որքան բուն ուխտագնացությունը։ Թերեզա Կադաևչյան, Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։